Իդեպ հրապարակվել են տվյալներ, համաձայն որոնց Հայաստանի Հանրապետության 71 քաղաքացի վճարել է 15 միլիոն դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Եվս 8 քաղաքացի վճարել է 8 միլիոն դրամ եւ ծառայության անցել 1 ամիս ժամկետով։ Եվս 2 քաղաքացի վճարելով 2.5 միլիոն դրամ ծառայել են 12 ամիս ժամկետով։ ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը, ով նախագծի հեղինակն է, հպարտանում է նշյալ տվյալներով։ Մինչ իշխանության գալը ԿՊԱ-ականները եւ մասնավորապես նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեղադրում էին իշխանություններին իրենց զավակներին խնամի ծանոթ բարեկամներին բանակից ազատելու մեջ եւ պահանջում, որ Պաշտոնյաների զավակները ծառայեն։ Ավելին, իշխանության անցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը շոուի վերածելով բանակ ճանապարհեց որդուն, իբրև ծառայելու։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունը եւ խորհրդարանը մեծամասամբ համալրեց բանակից խուսափածներով եւ այժմ էլ պարբերաբար նախագծեր են առաջ բերում եւ հպարտանում պատերազմի վտանգի առաջ կանգնած երկրում զինծառայությունից խուսափելու թվերով։ Ստացվում է, ՔՊ-ն ստեղծել է աղքատների բանակ, որտեղ պետք է ծառայեն նրանք, ովքեր չունեն գումար ազատվելու համար։ Ինչն է ավելի շատ հետաքրքրում Փաշինյանի իշխանությանը, պետության պաշտպանությունը, թե անգամ պաշտպանական հարցերից գումար դուրս բերելը։